բան եմ ուզում ձևավորել։ Բան մեկ է իրենք թույլ տվություն են տալի հատուկ նշանների տեղը գրվում է ուղղակի, որ այս տնական է, որ այս Հարցը մենակ տարի հարցը մենակ է, որ սանորից կոչ հենց մի օր այս կոչը դոտնա Սունիքում արգրավում են սենց ասեմ նույն բան անում է վարչապետը վարչապետի աթոռի նստած է ու իր դեպքում դինամիկները անդամներ է Քելը նստի այդքան նստեք Եկա տեղավորվենք հետո 10-ը Դու են նկարեք Ալակ Քուքին ման են նայում արած Если պարտնեմ ասատրյան մոտ ժամկես առաջ Երեգնաձոր համայնք Երեգնաձոր քաղաքում դիմավորել եմ ազգային բևեռին եւ քիչ անց տեղեկացա որ վայքում նրանց ավտոմեքենաներից մեկը բերվել է ոստիկանական հատուկ պահպանող դուգանային տարածք հիմա խնդրեմ ձեզ ներկայանաք Ես հայրապետն եմ, ուրեմն վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք այս ավտոմեքենայով շրջայց ենք կատարել Երևանի տարբեր համայնքներում, անցել ենք բազմաթիվ ոստիկանների կողքով, բազմաթիվ ոստիկանական շինությունների կողքով եւ որևէ խնդիր չի առաջացել, սակայն այսօր մտնելով Սյունիք մենք եւ քարոզարշավ ենք անցկացրել որոշ համայնքներում, նաեւ իրազեկման աշխատանքներ ենք կատարել, որ Սյունիքը վտանգված է, հիմա ներկայապահին ուզում են Տիգրանաշենը հանձնել, նույնիսկ Քյարքին, այսպես կոչված, եւ հիմա մենք գտնվում ենք Վայքի ոստիկանության առջև եւ մեզ ճանապարհին կանգնեցրել են երկու ավտոմեքենա ոստիկանական, ի սկզբանե պատճառաբանելով, որ 3 ավտոմեքենա, 4-ը հետո մոտեցավ, թե 3-ը հետո էական չի, մի խոսքով ի սկզբանե պատճառաբանում էին, որ իբրև թե բարձրախոսներն են մեր pick-up-ի պատճառը, հետո փոխեցին, որ չէ, այդ ինչ որ ամրեցված բաներ կա, որ դրանք են, մի խոսքով տարբեր պատճառներ բռնելով ի սկզբանե ուզում էին տուգանք մեր վրա գրել եւ մենք շարունակենք մեր ճանապարհը այնուհետեւ զանգ ստացան, զանգ կատարեցին եւս մեկ ավտոմեքենա մոտեցավ եւ որոշեցին որ մեզ պետք է ժամանակ մեզանից խլեն եւ բերեն հասցնեն մինչեւ ոստիկանություն եւ մենք այստեղ բավականին ժամանակ կորցնելուց հետո դեռ չգիտենք ինչ կլինի մեր ավտոմեքենայի ճակատագիրը, մինչդեռ այլ կուսակցությունները նույն կերպ պիկապներով շրջում են, աղմկում են, սակայն մեզ չթողեցին Սյունիքը մինչև վերջ հասնենք, ինչը հիշեցնում է Բերձորը, երբ մեր համախոհները, մեր գաղափարակիցները տասնյակ ավտոմեքենայով ուզում են գնային Արցախ տեղեկացնելու, որ Արցախը վտանգված է, նույն հաջողությամբ էլ մենք էինք իրազեկման աշխատանքներ կատարում, որ Սյունիքը վտանգված է եւ ամիջական կապ եմ ես տեսնում այդ ամենի մեջ։ Իսկ հիմնական պատճառաբանությունը ավտոմեքենայի ինչն է։ Վերասարքավորման մենք դեմ ենք այնտեղ որոշակի ամրեցման ինչ որ բաներ ենք արել, որ այդ դինամիկները ամուր լինի, չընկնի բարձրախոսները ամուր լինի, չընկնի վարելուց կամ ավտոմեքենայի գրանցման հետ հարց։ Չէ, ընդհանրապես ավտոմեքենայի գրանցման հետ ոչ մի խնդիր չկա, վերջին նորից եմ կրկնում, վերջին մի շաբաթը մենք բազմաթիվ ոստիկանների կողքով ենք անցել, բազմաթիվ ոստիկանների ենք ողջունել եւ որևէ խնդիր չի առաջացել։ Եվ որևէ շատ ներողություն առաջին անգամ Սյունիք չենք գնում։ Ապակիների վրա։ Օ, հա, Երկրորդ խախտումը։ Երկրորդ խախտումը նաև գոյություն ունի, որ
մենք ավտոմեքենաների վրա մեր պաստառներն ենք կպցրել, ինչը անում են բոլորը։ Այդքանը։ Ես այս մեքենայով միջև Սյունիք Մենք գտնում ենք Վայքի ոստիկանությունում հատուկ պահպանվող տարածքում, մենք իրազեկման process-ի մեջ էինք Սյունիքում եւ մեզ ոստիկանները կանգնեցրեցին, սկզբում փորձեցին դինամիկներին մատնացույց անել, այնուհետև որոշ փոփոխություններին ավտոմեքենայի վրայի դա մատնացույց արեցին, որի իբրև դա է խնդիրը, այնուհետև մոտեցավ եւս մեկ ավտոմեքենա, երրորդը ինչ որ հրահանգներ նոր բերեց, ի սկզբանե ուզում էին մեր վրա տուգանք գրել, բայց հետո զանգ կատարելուց հետո մտկափոխվեցին եւ տեղափոխեցին տուգանքի հատուկ պահպանվող տարածք եւ այնտեղ բավականին ագրեսիվ պահվածքից հետո նրանք անգամ չէին էլ մտադիր թողնել մեր անձնական իրերը վերցնենք, նրանց հրամանատարը ոնց հասկացանք երկրորդ հարկից սկսած գորգռալ, հանեք դրանց այդտեղից եւ այլն, բավականին լկտի կեցվածքով, գորգռալով եւ այլն, բայց մենք դիմադրեցինք ամենայն դեպս գոնե մեր նյութերը կարողացանք ավտոմեքենայից հանել, մեր անձնական իրերը հանել։ Հիմա սպասում ենք մեր մյուս ընկերոջը, ով Ստեփան Այվազյանին, ով գտնվում է ներսում, չգիտենք ինչի համար եւ առայժմ այսքանը, տեսնենք։ Մենք հաջողություն բոլորիս եւ հաղթանակ։